Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքական գործիչ, միասին շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն է։ Բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Տիկին Դիլբարյան դեկտեմբերի 18-ին մեր ժողովուրդն ի պատիվ իրեն դիմագրավեց Վեհարանի դեմ գրոհին եւ թույլ չտվեց, որ հանրության կողմից Տիրադավ անունը ստացած 10 եպիսկոպոսները վեհափարներին իրենց խոսքով ասած հանգստի կոչեն։ Թվում էր, թե իշխանությունը այս ամենից պետք է դասեր քաղած լիներ, բայց մամուլն արդեն գրում է, որ այս կիրակի դեկտեմբերի 28-ին Վեհարանի դեմ իշխանությունը նոր գրոհի է պատրաստվում, որն անձամբ Նիկոլ Փաշինյանն է առաջնորդելու։ Խոսվում է անգամ, որ մինչև դա հնարավոր է, որ վեհափարն էլ անգամ ձերբակալված լինի, որպեսզի իրենց գործողություններն ավելի արդյունավետ լինեն։ Ձեր գնահատմամբ արդյոք Նիկոլ Փաշինյանի օրակարգում այս պահին նման սցենար կա, եւս ձեզ ինչ է մեզ սպասում, եթե այնուամենայնիվ նման զարգացում տեղի ունենա։ Կարծում եմ այդ սցենարը ի սկզբանե գրված էր, այսինքն ամսի 18-ին փորձնական այսպես գործողություն կատարվեց, որը ձախողվեց, եւ եթե այսպես ելնենք Նիկոլ Փաշինյանի բնավորութենական եւ խառնվածքային առանձնահատկություններից, ինքը հաստատապես շատ ծանր է տարել եւ շարունակելու է, պատահական չէ, որ հենց դրա հաջորդ օրը ինչ որ թղթոն տպվեց, որը իբր թե վկայում էր Եզրաս Սրբազանի վեհափարի եղբոր եւ ռուսահայ թեմի առաջնորդի այսպես փակի գործակալ լինելու մասին 80-ական թվականներին, դա նշանակում է, որ ինքը վերստին փորձելու է, դա ոչ միայն իհարկե իր բնավորութենական հատկանիշն է, ես կարծում այն աշխարհաքաղաքական օրակարգը, որը թերադրում է թյուրք-ադրբեջանական միասնությունը, այսինքն նրանց պետք է կոտրել եկեղեցին որպես ազգային ինքնության վերջին հաստատություն։ Ես 18-ին անկեղծ ասած մայր աթոռում, երբ հրոսակները եւ իրենց սազում է, գիտեք, այդ օտար թյուրք-արաբական բաշիբոզուկները աքացիներով, բռունցքներով եւ չգիտեմ ինչով խփում էին մայրաթոռի սուրբ դռանը, այն մայրաթոռի, որտեղ իջել է Հիսուսի որդին, եւ այն դուռը, որը համբուրում են մարդիկ իրենց երազանքների եւ իղձերի կատարման համար, այո, դա միանշանակ սրբության սրբոց էր, եւ երբ նրանք այդպիսի նողկալի ձևով հարվածում էին դռանը եւ զազրախոսում էին, իսկ ամբողջ կես ժամից ավել այդ զազրախոսությունը ստիպված էինք լսել եւ շատերը այնտեղ վատ էին զգում եւ միայն վեհափարներ, գիտեք, իր հանդարտության մեջ այսպես իմ կարծիքով բացառիկ, ես առաջինը որ մտածում եմ, եթե նրանք ներս խուժեն, այսինքն եթե կարողանային ուժով բացել դուռը եւ ներս խուժել, ապա տեղի էր ունենալու բռնություն միանշանակ վեհափարի հանդեպ եւ ըստ ամենայնի իրենց ծրագրում իհարկե այսպես վերջի փուլը, եթե չհաջողվի, իրենք տեսեք ինչ նոր բառեր են գտել, հանգստի կոչել։ Չէ, սկզբից ինչ որ ուրիշ բաներ էին ասում, հիմա իրենց թվում այո, հիմա հանգստի են կոչում։ Ես կարծում եմ այստեղ շատ մեծ դեր ունի դրսի նաև արձագանքը եւ մեր քաղաքացիների։ Այսինքն այդ վատագույն սցենարը, որ կգան կձերբակալեն վեհափարին եւ մի նողկալի դեմքի, կներեք արտահայտությանս համար, բայց ես համոզված եմ, որ ցանկացած ոք, ով կհամաձայնի այդպիսի դիպաշարով գալ ու գրավել այդպես փոխանորդի, վեհափարի փոխանորդի դերը, ինքը նզովյալ նողկանք է, եթե այդպիսի մի դեմքի նշանակեն կաթողիկոս, ապա կարելի է ասել Հայաստանում քաղաքացիական այդ բախումները եւ չվախենամ իրերը կոչել իրենց անունով, քաղաքացիական պատերազմը կարող է դառնալ, հիմա դեռ մենք քաղաքացիական պատերազմի սառը փուլում ենք, դա եւ 18-ին էր զգացվում եւ մինչ այդ, գիտեք, այդ ոստիկանների հետ հարաբերություններից, որոնք բնավ չէին պատրաստվում մայրաթոռը պահել, եւ ելի խոսենք դրա մասին, ես համոզված եմ, որ այդ օրը տեղի ունեցել բացահայտ հանցագործություն եւ ցավոք սրտի մեր իրավապահ մարմինները, փառապանց Հայաստանի Հանրապետության դատախազությունը, քննչական կոմիտեն բոլորովին որևէ մեկը հանցագործություն հաղորդման մասին չի ներկայացրել եւ նաեւ Դանիել Հովհաննիսյանը, որը անընդհատ չէ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացնում, իսկ կոտրել Վեհարանի նպատակ ունենալով կոտրել Վեհարանի դուռը, հասցնել հարվածներ, տեղալ անիմանալի լուտանքներ,
ամբողջ հոգևոր դասի եւ այն քաղաքացիների հասցեին, որոնք եկել էին իրենց այսպես սրտի մղումով, դա ուղղակի հանցագործություն է, բայց այդ հանցագործության մասին ոչ ոք հաղորդում չի ներկայացրել, այդ բացահայտ խուլիգանություն կատարողները պատասխանատվության չեն կանչվել, եթե դուք հիշում եք Միկին Սյունիքում անձրևանոց էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, այո, նրան անմիջապես բերման ենթարկեցին, այո, խնձոր նետող ծեր մարդ էր 70-ից, այո, եւ նա այդ որն կրծած խնձոր էր եղել, այսինքն այնպիսի խնձոր չէր, որը կարող էր վնաս հասցնել, դատախազությունը բողոքարկել, այո, բողոքարկել է այդ դատավճիռը, այդ մարդկանց հանդեպ գործեր են հարուցվել, նրանք ճանաչի, ես հիշում այն աբսուրդը, որ այդ անձրևանոցը, որ Սյունեցի կինը նետել էր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ոչնչացման էր ենթակա, որպես երևի այդպես շատ վտանգավոր զենք, իսկ հիմա այդ մարդիկ, որոնք իմ անկեղծ համոզմամբ, ես իհարկե այդ պահին այն վիճակում չէի, որպեսի թեստ ունենայի պարզեի, թե այդ մարդիկ արդյոք չեն օգտագործել ավելորդ ալկոհոլ, արդյոք ինչ որ բան չեն ծխել, նրանք սարսափելի կերպարներ ունեին, այդ կնգուղները, կապյուշոն կոչվածը, գլուխներին քաշած ինչ որ գլխարկներով, հետո մամուլից իհարկե ճշտեցի, որ այդ մարդկանց որոշ մասը ինչ որ համայնքապետ է Թալինում կամ չգիտեմ որտեղ, այսինքն նրանք բացարձակ նույնականացված են դեմքերով եւ ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն ինքն է այդ սցենարին, այսպես դիպաշարին տալիս իր համաձայնությունը, այլ նաև ուղղակի ինքն է կազմակերպել։ Հիմա որպեսզի նման սցենարի այսպես կրկնությունը ավելի վատթար զարգացումներով թույլ չտանք, պետք է մեր քաղաքացիները լինեն ավելի այսպես վճռական, պաշտպանելու իրենց շահերը եւ հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ ոչ ոք չի կարող զրկել մեզ այդ իրավունքից, պաշտպանելու մեր ինքնությունը եւ ամենակարևորներից մեկը, երկրորդը, առաջինը մեր քաղաքացիներն են, երկրորդը միջազգային արձագանքը։ Միջազգային բոլոր ատյանները եւ կեղծային։ Մենք գիտենք, որ շուտով նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների լիազոր արտակարգ դեսպանն է փոխվելու, եւ ընդհանրապես Թրամփը միտումներ ունի պաշտպանելու քրիստոնեությունը ամբողջ աշխարհում, մենք պետք է ամեն տեղ թղթեր գրենք, ուղարկենք այդ կադրերը եւ ցույց տանք այս իրավապաշտպան համակարգի, այս կառավարության իրական դեմքը, որը չենք անում այս ամեն ինչը, դրա համար էլ գնահատականները բավարար անում ենք ոչ վճռական։ Գիտեք, դրսում ամեն տեղ պետք է դրա մասին խոսել, ամեն հնարավոր ալիքներով եւ չմտածել, որ միևնույն է, գիտեք, մեզ մոտ այսպիսի կարծրատիպ կա, քանի որ տեսեք հիբրիդային պատերազմի մասին այդ խոսույթը, որը առաջ բերեց Արարատ Միրզոյանը միջազգային ատյաններում, իսկ ընդհանրապես ամբողջ ԿՊ-ն ազգային ժողովով խոսում է դրա մասին, շատերին թվում է, որ արևմուտքը չի լսելու մեզ, որ արևմուտքը այսպես միանշանակ աջակցում է, որ Եվրամիությունը 12 թե 15 միլիոն դոլար է այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար ընձեռում, բայց ես համոզված եմ, որ գիտեք, այդ արևմուտք կոչվածը եւս միատար չէ։ Տեսեք, Իմնեմեմի լրագրողների այդ ձերբակալությունը, քանի որ բավականին այսպես մշտադիտարկման արդյունքներ եղան, կազմակերպություններ արձագանքեցին։ Մենք պետք է դրա մասին բարձրաձայն ամենտեղ խոսենք։ Եվ մեր առաքելական եկեղեցին իդեպ նաև համահայկական կառույց է, սփյուռքյան կառույց է, այո, ինքը ցանցային պետության կարելի է ասել այս պահին, քանի որ մենք ցանցային պետություն ցավոք սրտի չունենք, ունենք միայն թուրք-ադրբեջանական այսպես շահերը սպասարկող ինչ-որ միավորում, ապա եկեղեցու այդ ցանցային ներուժը պետք է օգտագործել եւ ամենտեղ ահազանգել դրա մասին, որովհետեւ համոզված եմ, որ խոսույթի փոփոխությունը մաքրելուց մինչեւ հանգստի կոչել, այդ ամբողջը անհանգստությունն է արևմտյան արձագանքից եւ միանշանակ հասկանանք, որ արևմուտքը միատար չէ, այո, այնտեղ կան այդ եւ գլոբալիստական եւ տարբեր տիպի ուժեր, որոնք ինչու՞ չէ նաեւ թուրք-ադրբեջանական կամ իսրայելական շահերի լոբբիստներն են, բայց այնտեղ իսկապես կան մարդիկ, որոնք մարդու իրավունքների իրական պաշտպաններ են։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը գնաց
օգոստոսի Միացյալ Նահանգներ եւ Թրամփի ուղին այդ համաձայնագիրներ կնքում ոչ մի բառ չարտասանեց ըստ էության եւ մեր գերիների մասին Բաքվում գտնվող, բայց այնտեղ ցուցակ կար, այնտեղ իհարկե գտնվող ցուցակը Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից հետո անհետացած մարդկանց ցուցակներ, բայց նկատելի է, երբ սկսում ես գործել, մարդիկ միջամտում են Թրամփը խոսում էր, բայց ինքը չուներ ամբողջական տեղեկատվություն։ Մենք պետք է դուրս գանք նաև այդ կարծրատիպերից, որ մեզ ոչ ոք չի լսելու։ Մեզ լսելու են եւ ներսում են լսել։ Իհարկե, այո, միանշանակ։ Դա իրոք այդպես է, մենք եւ կուսակցական եւ այլ տիպի գործընկերներ ունենք, վերջերս Լեհաստանից այսպես փոքր պատվիրակություններ եկել Արցախի հարցի հետ կապված եւ արցախահայերին օգնություն էին ուզում ցույց տալ Լեհաստանի խորհրդարանից, այսինքն արևմուտքը միատար չէ, եկեք հրապարակայնությունը մեր գլխավոր զենքն է եւ իհարկե քաղաքացիական պատասխանատվությունը։ Տիկին Դիլբարյան, վեհափառի հնարավոր ձերբակալության մասին վերջին շրջանում շատ է խոսվում, սրանով մեր հասարակությանը առնվազն հոգեբանական մակարդակով նախապատրաստում են, որ սա կարող է տեղի ունենալ։ Ինչ եք կարծում, իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կհամարձակվի սրան գնալ, եւ եթե այնուամենայնիվ սա տեղի ունենա, մենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ինչպես պետք է հակազդենք այդ որոշմանը։ Գիտեք, դիտարկենք երկու այսպես հնարավոր ելքեր։ Առաջին, որ դա տեղի չի կարողանում տեղի ունենալ։ Ինչու չի կարողանում տեղի ունենալ, դա իմ ասած երկու այսպես գործոնների շնորհիվ է։ Երբ հավաքվի չափազանց շատ քանակի մարդ, ես ամսի 18-ին համոզվեցի, որ մեր տեսակարար թվային առավելությունը վճռական դիրքորոշում ունեցավ։ Ընդ որում այդ մարդկանց մեջ ինչպես տղամարդիկ կային, եկած եկեղեցին պաշտպանելու եւ ըստ էության դա միայն եկեղեցու պաշտպանությունը չէր, դա հայկական ինքնության, իսկ ինձ համար նաեւ պետականության պաշտպանությունն էր։ Եվ կանայք կային եւ երիտասարդներ կային, ես ամենատարբեր տարիքի մարդկանց եմ տեսել այդ ամբողջ 4-5 ժամվա ընթացքում, որ գտնվում էի այնտեղ եւ դա ինձ շատ խանդավառեց, այսինքն եթե մենք իմ հաշվարկով համենայն դեպս մինչ վերջի պահին մենք համարյա 10,000-ի էինք մոտենում, այնինչ իրենց թվականակը իմ կարծիքով 2000-ի մասին այո, հա, առավելագույնը, ընդ որում ես ձեզ ասեմ, այդ շերտերն էլ շատ բազմազան էին։ Գիտեք, երբ ես մոտեցա Վեհարանի այդ մերձակայքը, նախ շատ տարօրինակ էր, ոստիկանները բոլորին տարանջատում էին։ Երբ մենք մոտեցանք, այնտեղ ցայտաղբյուրից մեզ մի ոստիկան մոտեցավ, ասաց՝ ուր եք գնում։ Ես հարցրի, իսկ ինչ է եղել, եկել ենք Վեհարան։ Ասաց՝ դուք ասեք ուր եք գնում, ես ձեզ ուղեկցեմ։ Այսինքն ես հասկացա, որ ոստիկանները անմիջապես այդ դա թագավորի խորանից հետո կանգնած իրենց կողմնակիցներին ուրիշ տեղ էին տանում, իսկ մյուսներին ենթադրենք այլ կերպ էին դիրքավորում։ Գուցե բախումներ թույլ չտալու նպատակով էր սա։ Միգուցե, բայց դա եւս, գիտեք, անթույլատրելի է, որովհետեւ դու այս պարագայում ոնց որ խրախուսում ես մարդկանց այդ տարանջատումը, ու բացի այդ ես տեսա, որ նրանք ակնհայտ հանցագործություն կատարողներին, խուլիգանությունը, դա գիտեք, հանցագործությունը, ընդ որում դրանք մանր խուլիգաններ չէին, էլի, բավական ծանր այսպես ծանրագույն խուլիգաններ են, ոչ ահա որ ես կարծում եմ ունեմ ողջամիտ հիմնավոր կասկած, որ այդ մարդիկ նվազագույնը ալկոհոլ էին օգտագործել եւ իմիջիայլոց նրանց շարքում նաեւ այդ Ստեփան այդ Ստեփան Ասատրյանն էր մի սարսափելի անձնավորություն, ես ապշած եմ էլի, որ հոգևոր կրթություն ստացած մարդը կարող է նման անձերով իրեն շրջապատել եւ նման գործողության դիմել։ Միով բանիվ մենք պետք է այնտեղ լինենք մեծաթիվ, լինենք վճռական եւ ելի չընթարկվենք որևէ սադրանքների ու անընդհատ պետք է խոսել դրսի մասին։ Այս պարագայում երբ քո քանակը այսպես գերազանցում է իրենց հնարավոր ներուժը, ես ինչպես ասացի, այնտեղ մարդիկ կային, որ հետո խոսեցինք էլ, պարզվեց, չգիտեմ, Թալինի համայնքապետարանից էին, ինչ որ պոլիկլինիկաներից, դպրոցներից, այդ մարդիկ թեև եկել էին իրենց այսպես մարզպետների եւ համայնքապետերի առաջարկով, բայց իրենք անգամ չէին բղավում, չգիտեմ, վեհափառի քաղաքացիական անունը եւ չէին գոռում հեռացիր։ Նրանք լուր կանգնել էին։ Ես ձեզ ասեմ, մինչև վեհափառի քարոզը, իսկ իրենք շատ ուշ եկան, իրենք եկան ի դեպ այդ տիրադավերը
իրենք եկան արդեն քարոզի պահին, աղմուկ առաջացավ, ես այդ դուրս եկա, հա, թերևս, ես որ տաճարում եմ եղել, այդ աղմուկը առաջացավ, երբ արդեն ավարտվում էր այսպես պատարագը եւ վեհափարի խոսքներ, նրա քարոզներ, նրանք այդ ժամանակ եկան, մինչ այդ այն քաղաքացիները, որ իրենց կողմից էին, ես կասեի, գիտեք, 1000-ից ավելին շատ իրենց խաղաղ էին պահում։ Դրանք այն մարդիկ էին, որոնց ճնշել էին վարչական ռեսուրսով, որոնք վախենալով իրենց աշխատատեղի կորստից, իհարկե չեմ խրախուսում, բայց գիտեք, մարդիկ տարբեր են։ Եկել եւ պարզապես անհաղորդ կանգնել էին ու ըստ ամենայնի երազում սպասում էին, թե երբ է ավարտվելու այդ պարտադրական դժոխքը, որի մեջ իրենք ներքաշվել էին։ Այո, միանշանակ։ Եվ ագրեսիվ մարդիկ իմ տեսած, նրանք կներեք 30 մարդն էլ չէին գերազանցում, 20-ից 30 հոգի էին, իհարկե այնպես չի, որ համենայն դեպս մայրաթորի այդ դռան մոտ, այդ վայրագությունները, դուռը ջարդելու ակնհայտ փորձերը եւ լուտանքներ տեղալը, դա առավելագույնը 3 տասնյակ մարդու գործ էր, մնացածները չէին միջամտում, ոստիկաններն ամեն կերպ փորձում էին այդ խուլիգանություն գործողների անվտանգությունը ապահովել, ես իհարկե կարծում որ խուլիգանությունների հեղինակներին անվտանգ պահելն էլ աշխատանք է, բայց ամենամեծ աշխատանքը կլիներ մայրաթորի դուռը սրբապղծությունից եւ խուլիգաններից հեռու պահելը, բայց դե ունենք այնինչ ունենք։ Այսինքն կրկնում եմ, մեր քանակը բարձր հրապարակայնությունը այս ամբողջ ընթացքում կարող է թույլ տալ, որ այդ սցենարը տեղի չունենա։ Երկրորդ դեպքը, որ ամեն դեպքում այսպես հնարավոր է, որ իրենք կարողանան ձերբակալել վեհափառին, ամեն դեպքում մենք գիտենք, որ ըստ եկեղեցիած կանոնադրության միևնույն է, ձերբակալված, կալանավորված վեհափառը շարունակում է մնալ վեհափառ։ Եվ ցանկացած որևէ երևույթ, եթե փորձի իրեն հայտարարել տեղապահ, ապա ինքը կեղծ է լինի։ Օրինակ Կճոյանը։ Հա, իհարկե, ինձ թվում է ամենաշատը ինքն է այդ դերին համապատասխանում, իր կենսագրության համապատասխան։ Մի իհարկե դաշան բան ասեմ հիմա, բայց գիտեք, վեհափառը կարծես պատասխան է տալիս նաև իր այդ բաց թողումների համար, որ նման իրողությունները գտնվել են։ Ախր իրենից հետո Նավասարդ Կճոյանը դարձավ Արարատյան։ Ես ինքս որպես Արարատյան թեմի ներկայացուցիչ սարսափով ասեմ, որ էլ չէի գնում Սուրսափքից եւ իրենց հետ չէի առնչվում, որովհետեւ այդ մարդը այնքան հեռու է հոգևոր ծառայությունից եւ այնքան է ներքաշված մեղքերի սարսափելի նյութի հորձանուտը, որ չգիտեմ, Աստված է իհարկե դատավորը, բայց ամեն դեպքում ինքը ոչ մեկի դատելու եւ որևէ մեկին փոխարինելու ընդհանրապես իրավունք չունի։ Իր տեղը դժոխքում կուպրիկացաներում, գիտեք, մեղավորներին կուպրիկացաներում են տեղավորում, համենայն դեպս եւ Դանթեի դժոխքում եւ մնացած դժոխքում այդպես է, իր տեղը ապահովված է։ Այսինքն, եթե անգամ Աստված միար ասե, բայց այդ սցենարը կատարվում է, միևնույն է, Գարեգին Բ-ն մնում է որպես հայ առաքելական եկեղեցու նորին Սուրբ Օծություն Տեր կաթողիկոսը։ Այո։ Եվ այնուամենայնիվ մենք փաստում ենք, որ դեկտեմբերի 18-ի գրոհը ձախողվեց, բոլոր իրողությունները դրա մասին են վկայում։ Հենց այս ամեն ինչը հաշվի առնելով, նաև որ իրենց աջակցելու եկած մարդիկ սակավաթիվ են, ինչու է իշխանությունը նորից այս հարցը օրակարգ բերում։ Դե պարտադրված են։ Նորից արշավ ձեռնարկում։ Պարտադրված են։ Ես կարծում եմ, որ այստեղ դրսի պարտադրանքը վճռական նշանակություն ունի։ Հակառակ դեպքում բախումները իրենց համար երկրորդային են։ Իրենք պետք է զեկուցեն, որ չեզոքացրել են կաթողիկոսին, իսկ գիտեք, կաթողիկոսը Արցախի հարցի հիմա հիմնական միջազգայնացնողներից մեկն է մնացել։ Միակը։ Այո։ Սարսափելի է խոստովանել, բայց պաշտոնապես միջազգայնացնողներից եւ Արցախի հարցի փակված չլինելու մասին խոսողներից մնացել է միայն հայ առաքելական եկեղեցին։ Այո, ես խոսում եմ իրական հիմա Հայաստան պետության անունից, անշուշտ այո, մի սփյուռքյան կառույցները գործում են, բայց դուք հասկանում եք, որ եթե չկա այս աջակցությունը, ընդ որում, ես խնդրում եմ ուշադրությունը գրավենք մեր
ունկնդիրների եւ նաեւ կարծես մեզ ինչ որտեղ գոտե պնդենք, գիտեք քրիստոնեաների եւ քրիստոնեության պաշտպանությունը այսօր դարձել է օրակարգային հարց արևմուտքում, համենայն դեպս Միացյալ Նահանգներում։ Մենք այնտեղ տեսնում ենք միջազգային քրիստոնեական կազմակերպությունների մեծ հզորացումը, որովհետեւ իրականում ահարկու գրոհներ են կատարվում եւ Իսրայելի եւ արմատական մահմեդական, ընդ որում խոսքը վերաբերում է հատկապես Սյուննի մահմեդականների մեծ հարձակումներ են կատարվում քրիստոնեության, քրիստոնեադավանների եւ քրիստոնեական արժեքների դեմ։ Եվ այս իրավիճակում միջազգայնացումը իսկապես մեզ կարող է օգնել, որովհետև մենք հիմա, այո, կարճում ենք փշրանքներից, բայց դա շատ կարևոր է, որ Հայաստանից, Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կարող է կաթողիկոսը գնալ տարբեր վեհաժողովների, խոսել Արցախի հայկականության, Արցախում գտնվող մեր նյութական եւ հոգեվոր ժառանգության մասին, մեր քաղաքացիների վերադարձի մասին, այսինքն ապացուցել, որ Արցախի հարցը փակված չէ։ Իսկ ես կարծում Իլհամ Ալիևը այս իշխանություններին սպառնացել է, ունեմ հիմնավոր այսպես կասկած, որ եթե դուք չեք փակում ձեր հանրության մեջ Արցախի հարցը, ապա ես ձեզ հետ ոչ մի պայմանագիր չեմ ստորագրի, տեսեք իհարկե ինչ որ բենզին է գալիս, որը պետք է գումար բերի, փաստորեն խաղաղությունը արդեն հաստատվել է, ուղղակի մենք սովոր չենք, թե դա ինչ է։ Հա, դե պարզվեց խաղաղությունը դեկտեմբերի 18-ն էր, էլի, երբ խուլիգանները փորձում էին կոտրել, այդպես գիտեք, սելջուկները, թյուրքերն էին անում, անգամ պարսիկները երբեք չեն փորձել կոտրել Սուրբ Տաճարի դուռը։ Եվ ես ես մի բան ասեմ, իրական հավատավորը լինի նա, չգիտեմ, հուդայական, լինի մահմեդական, լինի բուդդայական, ինքը երբեք ուրիշի սրբության դուռը չի կոտրի։ Դա միայն ստահակները, դժոխածինները կարող են անել։ Մենք այս իրավիճակում ունենք դրական այսպես գործոններ, որ մեզ վրա կասեն, իսկ բացասական գործոնը դա դրսի պարտադրանքն է եւ ամբողջ հարցը ես ձեզ ասեմ կապված է այո Արցախի հարցի եւ հայկական պետության ինքնիշխանության հետ։ Միայն ինքնիշխան պետությունը կարող է խոսել իր հայրենակիցների վերադարձի իրավունքի մասին, նրանք ուզում են զրկել իրենց այդ հնարավորությունից։ Եթե դա չլիներ, ես ձեզ երաշխավորում, եթե լիներ սովորական իրավիճակ եւ դա լիներ միայն ենթադրենք անձ, մեկ անձի մեկ իրողության ցանկությունը, օրինակ ենթադրենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, ապա տրամաբանության դեպքում նախընտրական շրջանում ինքը ինչ պետք է աներ։ Պետք է ասեր լավ։ Մենք այո, մենք առայժմ հայտարարում ենք, այսպես ասենք, հրադադար, հատկապես որ տեսնում եք վեհափառը իրեն պահում է իր բարձրության վրա, ինքը պաշտպանում է Արցախի եւ հայության իրավունքները, բայց դա չի վերածում այսպես ներքաղաքական ինչ-որ իրողությունների, իրենք պետք է ամեն ինչ դադարեցնեին եւ դրանով խաղաղեցնեին։ Ես ձեզ ասեմ, եկեղեցում այնքան հետաքրքիր էր, ինձ շատ մարդիկ մոտեցան, եւ կանայք, եւ տղամարդիկ, տարբեր տարիքի, դե լսելով իմ ելույթները, իմ խոսքերը, մտքեր էին փոխանակում, եւ երբ ես նրանց հարցնում էի, թե 18-ին դուք ինչ եք արել, գիտեք, մեծամասնությունը 18-ին ձայներ տվել, այն ժամանակ իմ քայլեր չէ, քաղաքացիական պայմանագիրը եւ այդ առաքելությունը ու նրանք սարսափով ասում էին մենք ինչ արել, այսինքն ինքը կային մարդիկ, որ անգամ 21-ին նրան ձայն էին տվել, ինչու, որովհետև հավատացել էին իրենց նախընտրական ծրագրին։ Այս ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի դեօկուպացիայի, այո, անփրկության բանաձևի, իհարկե ասում էր տարածաշրջան ոչ մի ապաշրջափակում, որը կհակասի Արցախի ժողովրդի իրավունքներին, տեղի չի ունենա։ Մենք հապկում պետք է այս անենք, այդ ծրագիրը ես երևի իրենցից ավելի լավ եմ սովորել, այսինքն այնտեղ կային մարդիկ, որոնք պոտենցիալ իրենց ընտրողներն էին, բայց իրենք այդ մարդկանց էլ են վանում։ Ինչու ես ունեմ ողջամիտ հիմնավորում, որ դա դրսի ուղակի հրահանգ է։ Եվ եթե իրենց օրակարգը լիներ, տրամաբանական կլիներ, որ սա 18-20 թվականներին անեն, երբ իրենց վարկանիշը ամենաբարձրն էր։ Հասել էր, հիշում եք, չէ, ինչպիսի այսպես անպատկերացնելի ալիքների խանդավառ Հայաստան նոր հայրապետ շարժումն եմ հիշում, որ իրենք ամեն կերպ փորձում էին խուսափել իրենց մասնակցությունից։ Այո, ձերբազատվում էին, սահմանազատվում էին, որովհետև ճիշտն ասած այդ նոր հայրապետ շարժման ներկայացուցիչներն էլ կարծես գիտեք քրեական քրոնիկոնից դուրս եկած անձինք լինեին, իրենք նրանցից սահմանազատվում էին։
Այսինքն սա իրենց բուն օրակարգը չէ, բայց սա այնպիսի օրակարգ է, որը իրենց պարտադրված է չեն կարող չսպասարկել, այո։ Այս ամբողջ բաները, չգիտեմ, 4-րդ կարգի թե որերորդ կարգի հացահատիկ, ինչ որ նողկալի էներգակիրներ, բենզին, դրանք բոլորը խաղալիքներ են։ Գիտեք, այսպես կոնֆետներ կան, չէ, հաճախ երեխաները, որ իրար ուզում են խաբեն, կոնֆետի միջից միջուկը հանում են, կոնֆետի փայլուն թուղթը առաջարկում են։ Հիմա մեզ կոնֆետ ոչ ոք, այո, մեզ ոչ ոք կարկանդակ չի արա։ Մեզ միայն մտրակ են առաջարկում։ Եթե հիշում եք հին քաղաքականության սկզբունքը, չէ, եւ մտրակով եւ քաղցրաբլիթով, հիմա մեզ ոչ մի քաղցրաբլիթ մնացել է միայն մտրակը։ Իրենք էլ են ծանրագույն պարտադրանքի առջև։ Իրենք հասկանում են, որ եթե դա չանեն, ապա ամեն ինչ շուռ է գալու, ցավոք սրտի երևի այլևս ողջամիտ, հա, չկա, չենք տեսնում իրենք ողջամիտ ետդարձի ճանապարհը, եւ դրա համար որոշել են գնալ այս ճանապարհով։ Իհարկե կարող է եւ տեղի ունենա ինչ որ զարգացում, որը կսթափեցնի ամենայն դեպս գուցե ԿՊ-ում եւս, գիտեք, երբեմն որ քննարկում ես բան, մարդիկ ասում են ԿՊ-ում այլ չկան մարդիկ, որոնք կարող են ողջամիտ, տրամաբանական, հանրության հաշտեցման որոշումներ կայացնել։ Դուք լավատես եք, որ կան այդպիսիները դեռ այսքանից հետո։ Փորձում եմ իրատես լինել, լավատես լինելը մեր իրավիճակում, գիտեք, շատ անշնորհակալ գործ է, բայց ես միշտ մտածում եմ, որ ինքնապաշտպանության բնազդը Աստծո կամ կենսաբանության նախախնամության կողմից մարդկանց տրված է եւ հուսով եմ, որ այդպիսի մարդիկ էլ կան քաղաքացիական պայմանագրի ներսում եւ ինչ որ իրադարձությունների զարգացման դեպքում դա կարող է այսպես դրական լինել, որովհետեւ այն երկիրը, որը պառակտվում է ներսից, նա դատապարտված է։ Իսկ մենք, ես ասեմ, ցավոք սրտի, այո, գտնվում ենք քաղաքացիական պատերազմի փուլում եւ այդ սառը քաղաքացիական պատերազմը, երբ մարդիկ, գիտեք, ընտանիքներում կամ չգիտեմ, հաճախ տրանսպորտում սարսափել, այո, բացարձակ կապեր են կտրում կամ ահավոր վեճեր են տեղի ունենում, գիտեք, կանգառներում կամ այլուր մարդիկ էլ չեն խոսում կենցաղային խնդիրների մասին։ Այդ քաղաքականությունը այնպիսի սոսկալի ձևով է մտել մեր կյանք, ոչնչացրել մեզ, որ մենք ամենտեղ զբաղված ենք յուրայիններ եւ թշնամիներ որոնելով, այդ սարսափելի է, գիտեք, թշնամիներ, ոչ թե ընդդիմախոսներ, ընդդիմախոսները դա շատ ճիշտ է, եւ ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, որևէ ժողովրդավար երկրում կարող են խուլիգանները գալ գրոհել եկեղեցին եւ իրավապաշտպանները նրանց պաշտպանել, թող պաշտպանելով նրանց վերցնեին բերման ենթարկեին, գոնե բերման ենթարկեին, զրույց տանեին նրանց հետ, հիշում եք, չէ, Սուրբ Սարգիս եկեղեցում Հովանեսը Իշխանյան համար նրան, այո, ինչպիսի ձևով նրան զորով մցրեցին մեքենա, հետո որ պատմեց, որ իրեն տարել էին, կարծես Կոմիտասի ոստիկանության մասնաճյուղ, չգիտեմ ինչ որ զրույցներ էին տեղի ունեցել, հետո բաց էին թողել։ Այդ սարսափելի հրոսակներին տանեիք, ես չգիտեմ, այդ մարդիկ գուցե բժշկական օգնության կարիք ունեին։ Հաստատապես։ Հա, ես ասեմ, ողջամիտ մարդը այդպես Թուրքի դռանը չես հարձակվի։ Որևէ մահմեդական, չգիտեմ, մսկիթի դռանը նորմալ մարդը չի հարձակվի, որովհետև գիտեք, սրբավայրը միշտ մնում է սրբավայր։ Այսինքն այստեղ խնդիրը կրոնը չէ, խնդիրն այն է, որ Ադրբեջանի բռնապետը թուրքական եւ իսրայելական ուժերի հետ մեկտեղ որոշել է լրիվ փակել Հայաստանի այսպես սուբյեկտայնության հարցը, եւ իրենք գիտեք ոչ մի կերպ չեն հավատում։ Հա, իրենք էլ երևի չեն հավատում, որ հաղթել են այդ պատերազմում, այսպես ասած։ Չեն կարողանում հավատալ։ Չեն հավատում, որ մենք այդքան տխեղծ ենք։ Երևի իսկապես դա անպատկերացնելի է, որ հայ ժողովուրդը կարող է այդքան տխեղծ լինի, որ ուրանա իր պատմությունը, իր օրհներքը, իր զինանշանը, Արարատը ու անընդհատ ինչ որ նոր հաստատումներ են ուզում, որ սրանից էլ հրաժարվեք, եկեղեցին փակեք, այնտեղ բերեք ինչ որ կամակատարի։ Խեղճ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է, որ կառավարությունը ինքն է, չգիտեմ, փրկիչն ինքն է, ազգային ժողովը ինքն է, հիմա հա պապ թագավորն է, բայց այդ պապ թագավորն էլ ճիշտ ասած ինձ թվում ինքը նման չի պապ թագավորին բոլորովին, շատ հետաքրքիր թագավոր էր։ Վերջին ինքնիշխան թագավորի ղեկավարի հա, այդպիսի հերոստրատի դափնիներ ունենա, բայց ես ասեմ, եթե պապ թագավորն է, նա շատ վատ վերջացրեց։
շատ վատ վերջացրեց։ Հիշում եք, չէ՞, հույները ինչպես նրա հետ վարվեցին։ Եվ այդ ժամանակ ընդամենը միայն գնել անձևացին բարձրացրեց եւ հարվածեց այն լեգիոնականին, որը կտրել էր պարանոցը եւ ձեռքը Պապ Թագավորի, մնացած ոչ ոք հայ իշխաններից Պապ Թագավորին չպաշտպանեց։ Այդ ամենը պատմության մեջ շարադրված է Փավստոս Բյուզանդի պատմության մեջ։ Դրա համար երբ քեզ համեմատում ես որևէ մեկի հետ, արժե նաև հատկապես որ ասում եք կրթվելը նորաձև է, չնայած կրթվելը հարակա է, ինչի կարող նորաձև լինել, բայց արժե նաև ծանոթանալ, թե այդ մարդիկ ինչպես են ավարտել իրենց ճանապարհը։ Եվ Տիկին Դիլբարյան, դուք ձեր խոսքում մտրակից խոսեցիք, օրերս իրեն մտավորական համարող Ռուբեն Բաբայանը, ով նաև հանրային խորհրդի նախագահն է, բոլորիս հարկերից ֆինանսավորվող, անդրադառնալով Միքայել Սրբազանի դատավճռին, ընդգծել էր, որ 2 տարին բավականին խիստ պատիժ է եւ առաջարկել էր, որ Հայաստանում Իրանի օրինակով ճիպոտահարելու պատժատեսական ներդրվի եւ նույն Սրբազանի դեպքում դա կիրառվի։ Ձեր գնահատմամբ որքանով է այս առաջարկը հարիջ մտավորականին, ընդ որում իրեն արևմտամետ համարով մտավորականին, թե ողջունեն ընդունում են, որ Միքայել Սրբազանը քաղաքական հայացքների համար է դատապարտվել, բայց այնուամենայնիվ ես շոկի մեջ եի այս առաջարկը լսելիս։ Ճիշտն ասած, ինձ համար էլ դա ցնցակատված էր։ Երբեք հիացած չեմ եղել Ռուբեն Բաբայանով, բայց տեխնիկային թատրոն այդպես երբ երեխաներ փոքր էին գնում էինք, բայց սարսափելին այն էր, որ գիտեք, իրեն կիրթ մարդ համարող մեկը կարող է այդպիսի մտքեր արտահայտել, իմ կարծիքով ինքը ուզում էր հաճոյանալ քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին։ Երևի, գիտեք, խորհրդային շրջանում, դե ես այդ շրջանում այսպես կրթություն եմ ստացել, էլի, նույնպես առաջնային կրթությունը, մտավորականների մի դաս կար, որոնք հիշում եք Պաստերնակ չէին կարդում, բայց Պաստերնակին դատապարտում էին։ Սախարովին չէին ճանաչում, չգիտեին էլ Սախարովը ինչ է արել, բայց Սախարովին դատապարտում էին։ Նրանք գնում էին այդ կուսակցական ժողովներին եւ այն ժամանակ միայն, չէ, հերոստալիքները միայն պետական էին, այդ բոլշևիկյան էլի։ Այդ գիտեք զարմանալի բան է։ Ես ախր բան եմ անցել, ԽՄԿ պատմություն եմ անցել, ու այնտեղ ՌՍԴՌՊ-ի պատմությունը, ամբողջ բոլշևիզմի պատմությունը։ Գիտեք, պարզվեց, որ բոլշևիզմը հարակա է։ Հիմա օրինակ ԿՊ-ն բացարձակ բոլշևիկներ են։ Նրանք սոսոփելի բոլշևիկներ են։ Դրա համար փորձում են մեր դատախազությունն էլ վերածել Վիշինսկու դատախազության, ներքին գործերը վերածել ներքին գործերի ժողկոմիսարիատի, այդ NKVD-ի բա դրա համար են անդադ KGB-ի մասին խոսում։ Քան տարի է KGB-ն չկան։ Երբ ԽՍՀՄ, չգիտեմ, տարանջատվեց, էլ KGB չկար, ԱԾ կար։ Հիմա ԱԾ-ն միշտ էլ ինչ որ մարդկանց օգտագործում է։ Ես ձեզ ասեմ, ես որ ուսանող էի, հիշում եմ, որ օնակային ֆակուլտետներ, հատկապես արևելագիտության, այսինքն ռոմանո-գերմանական մարդիկ էլի, որոնք արտերկիր ավելի հաճախ էին այսպես գնում գալիս, այնտեղ այդ Բայց մեր պակի աշխատակիցները գալիս էին ինչ որ բացատրական զրույցներ էին տեղի ունենում, ես չգիտեմ, արդյոք դա նշանակում էր որ մեկին գործակադարձն է թե ոչ, բայց այդ մարդիկ գալիս էին իրենց պետական քարոզչությամբ էին զբաղվում։ Նարատ Միրզյանը իր դրվագով համագործակցել է մեր անվտանգության ծառայության։ Հա, եւ դա դու հասկանում ես, եթե բայց իրականում դա ամոթալի չի, հասկանում եք, եթե դու այդ պետության քաղաքացին ես, չէ՞։ Եթե չգիտեմ, ԽՍՀՄ-ի քաղաքացի ես, որովհետև այն ժամանակ հիշում եք, չէ, ՀԽՍՀ քաղաքացի չկար, կամ վրացական ԽՍՀ, ադրբեջանական ԽՍՀ քաղաքացի չկար, բոլորը ԽՍՀՄ քաղաքացիներ էին։ Պակը ինչպիսի մարմին էր, ԽՍՀ մարմին էր։ Եթե դու հոգևորական ես, այսինքն դուրս ես գնում, կամ չգիտեմ, եթե դու դիվանագետ ես, չգիտեմ, առևտրական ես, թարգմանիչ ես, պարզ է դու ինչ որ կարող ես հայտնվել այդ մարմինների ուշադրության ներքո։ Եվ հիմա ելնել դա համարել, վայ, տեսեք, ինքը, եւ գիտեք, որոշ մարդիկ, որ իրենց համարում են, ինչ որ գրագետ, մարդու իրավունքների համար պաշտպանող մարդիկ, այդպես հուզված գոռում են լյուստրացիա է տեղի ունեցել։ Ես օփշոց եմ, մեղաքես Տեր Աստված։ Լյուստրացիան պիտի տեղի ունենա, որ մենք բացահայտեինք, թե թուրք-ադրբեջանական գործակալները որտեղ են։ Ընդ որում ես ձեզ ասեմ, հիմա մենք փաստորեն ես սարսափով մտածում եմ, որ ազգային անվտանգության ծառայություն չունենք։ Նախ միշտ էի մտածում, գիտեք, այն նախորդ տարիներին ես միշտ ասել եմ, մենք այդպես էլ ԱԱԾ աշխատողներ պատրաստող կրթական մարմին չստեղծեցինք,
Վազգեն Սարգսյանի պաշտպանության ինստիտուտը ստեղծվեց, բայց ԱԱԾ-ի մեր աշխատողները պատրաստում են կամ Ռուսաստանի համապատասխան մարմիններում, կամ էլ Արևմուտքի։ Գնում էին Միացյալ Նահանգներ, գնում էին Ֆրանսիա եւ այլ։ Իսկ ԱԱԾ աշխատողը չի կարող դրսի կողմից որովհետեւ ինքը դառնում է ըստ էության ազդեցության գործակալ։ Այդ արժե համակարգը Իհարկե, նրանք քո ուղեղը լվանում են, քեզ ներշնչում են արժեքներ։ Դու անգամ ենթագիտակցաբար սկսում ես մտածել իրենց նման։ Իսկ մենք չստեղծեցինք, իսկ մենք հիմա ունենք ըստ էության մեկ մարդու շահերը սպասարկող, իսկ այդ մեկ մարդն էլ ամենացավալին այն է, որ ինքը ինքնուրույն չէ, ինքը ինքնուրույն խաղացող չէ։ Այս օրակարգը Նիկոլ Փաշինյանի անձնական օրակարգը չէ։ Դա թուրք ադրբեջանական։ Դա ինչպես ասացի, սարսափելի։ Հաջորդ օրը իմիջիալոց ես որ գրեցի, որ այդ մարդը պետք է անողոք հանրային պարսավանքի ենթարկվի, որ իրեն հարգող մարդ անգամ չի կարող բարևել Ռուբեն Բաբայանի պես մարդուն, որ նման առաջարկ է անում վեհափառի հանրային մեծ հեղինակություն ունեցող մարդու մասին։ Եթե անգամ շարքային քաղաքացու մասին էլ ասեն։ Արևմուտքում եթե դուք ասեք, որ ուզում եք որևէ մեկին չի պատահարել իր ազատ խոսքի համար, եթե անգամ դուք այդ խոսքին համաձայն չեք, ձեզ կհամարեն բարբարոս ու վերջ։ Դուք կդառնաք անընդունելի, դուք այլևս գոյություն չեք ունենա որպես անձ եւ երևույթ։ Այն խոսքի համար, որում դատախազությունը 1 տարի առաջ հանցակազմ չէր տեսել ընդ որում։ Իսկ այս մարդը ինքը գիտեք հաջորդ օր ինչ հայտարարել, որ ինքը հումոր է արել։ Պատկերացնում եք Հ1-ի եթերում ինքը իրեն զգում էր, ինչպես երևի 32 ատամ ինչ որ տենց անհեթեթ հաղորդում կա, եւ երևի իր կարծիքով Պետրոս Ղազարյանն էլ գլխավոր ստենդափերներ ու իրենք միասին ստենդափի էին դուրս եկել ու կատակում էին։ Համենայն դեպս հանրային ճնշում հասավ նրան, որ այդ իրողությունը փորձեց խուսանավել, իհարկե շատ ծիծաղելի, ինչպես ապացուցեմ, որ ես ուղղ չեմ։ Դու ուղղ չես։ Ուղտերը շատ ավելի, ինչ ասեմ, ողջամիտ, այո, պիտանի կենդանիներ են։ Դու ուզում ես խոշտանգել մարդկանց։ Դա ահավոր, հա, հեղինակություն վայելող մարդուն։ Ես չգիտեմ ինչ այն էլ ինչի համար երևի որ հաճոյանաս իշխանություններ։ Ես ասում այդ նույն ԽՍՀՄ ժամանակ Պաստերնակ չէին կարդացել, դատապարտում էին։ Սախարովի մասին մարդիկ, որոնք կյանքում անգամ չգիտեին նրա գոյության մասին, ահա զարհուր բաներ էին գրում։ Ինքը նույն դրանցից է։ Ընկիտեք, չէ, առաջ այդ կային 30-ական թվականներին եռյակներ, որոնք մատնագրեր էին գրում առանց ճանաչելու, ու մարդկանց գալիս տանում էին այդ ստալինյան բռնաճնշումները, բայց հենց այդ ժամանակ այդ մտավորականությունն էր, չէ։ Գիտեք, մի քանի գրող կար, մի քանի ռեժիսոր կար, որոնք պայքարում էին։ Այսօր մենք ունենք մտավորականներ։ Ունենք։ Ինչու՞ն լռում այդ դեպքում։ Գիտեք, ես չէի ասի, որ ես այդ օր այնքան պայծառ մարդկանց եմ տեսել, եւ մտավորական, եւ մտավորականները տեսել եք։ Տեսել եմ, չէ, իսկապես տեսել եմ։ Գիտեք, այդպես հիմա չի ուզենա անուններ ասել որևէ մեկին, բայց շատ լուսավոր դեմքերի եմ տեսել, եւ ուսուցիչների, եւ դասախոսների, եւ երաժիշտների։ Գուցե անգամ իրենց անունները, գիտեք, շատ այսպես, այո, անպատղորդ չեն, բայց իրենք բոլորը պայծառ կերպարներ են։ Եվ նրանք աղոթում էին, եւ այնտեղ վեհափառի համար էին, ու պատրաստակամ էին, ու երիտասարդություն կար, գիտեք, մի քանի հազար երիտասարդներ կային, ու այդ երիտասարդները ամբողջ պատարագ հանգիր գիտեին։ Ի տարբերություն այն հրոսակների, որ դուրն էին կոտրում։ Չէ, ես այնպիսի մի հզոր քաղաքացիական հասարակություն տեսա։ Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որոնք միշտ մեծացել են արևմտյան արժեքներով։ Եվ ինչ ասեմ, համասարանում միակ 4-ը, որ ստացել եմ, ոչ գերազանցը, դա նրա համար էր, որ ես ասի, որ ԽՍՀՄ պետք է փլուզվի։ Իհարկե, հետո ԽՍՀՄ փլուզվեց, ես վերահանձնեցի եւ ինձ ստացա փիլիսոփայությունից այդ դասախոսը ինքը չեկավ, բայց ես վերահանձնեցի այդ առարկան։ Ես միշտ համոզված եմ եղել, որ բոլոր բռնատիրությունները, բոլոր կայսրությունները փլուզվելու են։ Եվ այո, այս բռնատիրությունը, բոլշևիզմը միշտ ավարտվում է խայտառակ ձևով։ Եվ ներսում նրանք, ովքեր հետո գիտեք այդ բազմահազար այդ խորհրդային մարդիկ, որոնք կքվել էին բոլշևիզմի տակ, հետո ամաչում էին։ Դրա համար հիմա պահն է, որ մարդիկ ապրեն այնպես, որ հետո անհարմար չզգան իրենց համար։ Եթե եկեղեցու համար պետք է գնալ կանգնել, մենք գնում եւ կանգնում ենք։ Ընդ որում մասնակցում ես պատարագին, դա քեզանից չի պահանջում ինչ որ ուժեր, դա բացարձակ քաղաքացիական քայլ է։ Մենք պիտի իսկապես ձևավորենք Հայաստանի հան։ Այդ
իրենք կեղծ են ասում, ուր էին մտցրել քաղաքացու, բայց այդպես է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պաշտպանում։ Եվ տեսեք, ամանորի նախորդին, Սուրբ Ծննդյան նախորդին, ելի ուզում են գրոհեն, պղծեն մարդկանց անդորը։ Եվ չգիտեմ, բայց դա չի հաջողվել։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքացիական ինքնագիտակցությունը ոտքի է ելնում, եւ այդ ինքնագիտակցության շնորհիվ մենք կկարողանանք պաշտպանել մեր այն փոքրիկ մեր ինքնիշխանության փշրանքներն են մնացել։ Դա եւ հավատն է եւ մեր պետությունն է ու չփորձենք խառնել էլի դրոշը բերել եկեղեցի սեր Աստծո խառնել այո սարսափելի այդ ամբողջը կեղծ է ես կարծում եմ մեծ հաշվով դա չի հաջողելու եւ այս տարին արդեն ցույց տվեց իր ավարտով չնայած ասում եմ էլի դեկտեմբերի 18 երևի իմ կյանքի ամենադառը օրը գիտեք անգամ հոկտեմբերի 27-ին ես էլի ցավոք ներկա եմ եղել դահլիճում եմ եղել ես այդպիսի դաժան ապրումներ չունեի ինչպես որովհետև հոգևոր Հայաստանի կորուստը դա ազգային անվտանգության ամենամեծ հարվածն էր լինելու բայց ես հասկացա որ դա չեղավ ու հպարտ էի Ես հպարտանում եմ մեր հայրենակիցներով, որոնք պատրաստ են գալ, պարզապես կանգնել, սարի պես կանգնել, այո, եւ պաշտպանել իր սրբությունը։ Եվ Տիկին Դիլբարյան, վերջերս ԿՊԱ-կանները էթիկայի կանոնագիրք են ընդունել, որով պարտավորվել են չհայհոյել, անգամ այն դեպքերում, երբ իրենց են հայհոյում։ Այո, չթիրախավորել։ Այո, օրինակ նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը Հայաստանում տեղ չունի։ Ես այստեղ հիշեցի իր սպառնալից ժեստերը ընդդիմադիր падգամավորներին եւ հայտարարությունները, ու այսպես շարունակ։ Ինչ եք կարծում, ինչն է ԿՊԱ-կաններին ստիպել իրենց առաջնման սահմանափակումներ դնել։ Արևմուտքի հանրային եւ հանրային կարծիքի առջեւ անհանգստությունը վախը։ Այ վերադառնանք իմ խոսքի սկզբին։ Այս իշխանությունը խիստ վախենում է դրսի աջակցությունից, որովհետեւ ներսի աջակցության վրա իրենք պետք է արձանագրել արդեն հույս չեն դնում։ Ես ասում հակառակ դեպքում ինչպես քննարկեցին գոնե հիմա կդադարեցնեին այսպիսի պայքարը հայ եկեղեցու դեմ իրենց պետք է դրսի աջակցությունը իսկ դրսի դուրսը գիտեք ամեն դեպքում դրանք ինստիտուցիոնալ այսպես կառույցներ են արևմտյան ժողովրդավարությունը ունի ինստիտուցիոնալ կառուցվածք այնտեղ կան բացարձակ տաբուներ իսկ հայհոյանքը բռնությունը դա բացարձակ դու դառնում ես բարբարոս եւ անընդունելի քո ձեռքը այլևս ոչ ոք չի սեղմի իսկ կարողանան հետևել իրենց իսկ կողմից ընդունված դե 18-ին տեսա էլի բայց իրենց ընտրողը դա պահանջում է իրենց կամ ինչ օրինակ ես կարծում եմ այ ասում եք հանրային խորհրդի ղեկավարն է չէ դույն անձնավորությունը տեխնիկային թատրոնի բա մեկը չկա մի էթիկայի հանձնաժողով չկա ես միջից հիշեցրել եմ ինքը առաջինը խախտել է ԿՊ նոր ընդունած այդ կանոնը կանոնագիրքը եւ թիրախավորել են մարդուն եւ դե պետք է չկա համակիր է դե ինչ անենք բոլշևիկներն էլ հո բոլորը չէին ՌՍԴՌՊ-ի անդամներ այդտեղ համակիրները ավելի սարսափելի են գիտեք համակիրները Հռոմի պապից կաթոլիկ են հա այնտեղ մարդիկ կային որ ինձ ասացին հանրապետություն կուսակցությունից են ես սարսափեցի մտածի Վազգեն Սարգսյանը այն աշխարհից նայում է թե իր եղբայրը իր կուսակցությունում ինչպիսի մարդկանց է պահում չէ դա ահավոր է Գիտեք դու ձևանում ես ժողովրդավար, այսպես չքմեղ տեսք ես ստանում, հետո չես պատժում հանցագործներին, մարդկանց անընդհատ կալանքը ինչ են դարձրել, ուղղակի պատժամիջոց։ Ավելի շատ կալանավորված Իհարկե, բայց խափանման միջոց կալանքը մարդկանց պատժելու ձև չի, դա ընդհանրապես գիտեք հանցագործության բացահայտումը չխոչընդոտելու գործիք է, իսկ իրենք դա դարձրել են պատժամիջոց, մարդիկ ամիսներով, շուտով երևի տարիներ կդառնա, ինչքան նստեց Մամիկոն Ասլանյանը, հա, գրեթե 3 տարի, հետո ինչպես կարելի է դա, մենք դրա մասին, մենք իզուր ենք կասկածում, որ արևմուտքը կամ ինչ-որ, չգիտեմ, արևելքը մեզ չի լսի, բոլորն էլ մեզ կլսեն, իմիջիալոց Իրանում էլ ոչ ոք իրեն թույլ չի տա հոգևորականին առաջարկել գանահարել, Գանահարում են գիտեք ում, այսպես մարդկանց ովքեր գողություն են կատարել, հափշտակություն են կատարել, չգիտեմ, մարդասպանություն են կատարել, դա զարհուրելի էր, ինքը Իրանին էլ վիրավորեց։ Իրանական պետությունը այդպիսին չի, ինչպիսին ինքն է պատկերացնում։ Եվ նրան ընդհանրապես պետք է
չգիտեմ, հանրային խորհրդում ինչ գործ ունի այդ մարդը։ Պետք է ասում եք իր ենթագիտակցության մեջ ինչ սարսափներ են։ Հրաժարական ներկայացրել առնվազն։ Դե պահանջին իր հրաժար, ինքը չի ներկայացնի։ Ինձ ասացին, որ ինքը իր նման արձանն է իր պատկերով ինչ որ տեղավորել է։ Ես ցավոք չեմ տեսել։ Չէ, ինչու ցավոք, բարեբախտաբար չեմ տեսել։ Էլ ինչ ասես այդ մարդու մասին։ Ցավոք սրտի։ Հա, իսկ մյուսներին նա ոչինչ, Աստված ինքը կորոշի, էլի, կդատի։ Իսկ մենք պետք է քաղաքացի լինենք եւ վճռական։ Եվ մենք օրենքով ենք հաղթելու, օրենքով, հավատքով, հանդարտությամբ, այ վեհապարի այդ հանդարտությունը ինձ այնպես հույս ներշնչեց, որ պետք է հոգեպես ամուր լինել, ունենալ արժեքներ, ոչնչից չվախենալ, եթե դու արդար ես, դու վախենալու ոչինչ չունես, վախենալու ունեն միայն այն մարդիկ, ովքեր անարդար են, անազնիվ են, նսեմ են, մենք պետք է քաղաքացիական հասարակություն ձևավորենք։ Շնորհակալ եմ Տիկին Դիլբարյան։ Ես եւս։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքական գործիչ, միասին շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանի հետ։ Կհանդիպենք։